Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք սիրելիներս, հույսով եմ, որ բոլորդ լավ եք, սիրելիներս, ինչ եք պատրաստելու այսօր միասին պատրաստել ենք մի հատ նոր բաղադրատոմսով, կարտոֆիլով վերաշկի, ոնց եք պատրաստելու, ինչ պետք է անենք, հիմա ձեզ մեկ առ մեկ ցույց կտամ և կբացատրեմ սիրելիներս, դե գնացինք։ Ուրեմն ես այս մի քանի հատ կարտոֆիլը եփել եմ, եպած պատրաստ է, հիմա տրորելու ենք, մանրացնենք, էլի։ Լավ տրորում ենք, որ կտորներ չմնա։ Եթե լավ տրորված չլինի, մի հատ էլ էսա գթալով տկլորենք։ Սա դրեցի այդտեղ։ Ես բաղադրատոմսով առաջին անգամ եմ պատրաստում։ Սիրելիներս, նորություն է։ Կարտոֆիլը նորմալ տապակվել է։ Ուրեմն մի քիչ աղ եմ ավելացնում, ոնց որ մի թեյի գթալի կեսով, էլի։ Դնում եմ մի կողմ, մի հատ ձու եմ ջարդում։ Ավելացնում եմ պետք թեյի գթալ շաքարավազ, ավելացնում եմ մի, այսի չի բացում ես, բացեցի, բուսական յուղ, երկու ճաշի գթալ հերիք։ Ավելացնում եմ մեկ բաժակ, համարյա 250 գրամ այս ջուր եմ ավելացնում։ Շատ բան չի գնում։ Մեկ է դրոժ եք ավելացնելու, մեկ ճաշի գթալ։ Այստեղ այերևում, որ գնդերա մնացել, թե չէ կարտոֆիլից։ Այսպես տրորում ենք, եթե մնացել է, բայց ոնց որ մնացել է։ Ավելացնում ենք մեկ ճաշի գթալ դրոշ, եթե ճաշի գթալ էր։ Խառնում ենք։ Ավելացնում ենք ալյուր։ Իհարկե ալյուրը մաղած պատրաստ է։
ինչքան որ ալյուր կվերցնի, այնքան էլ կավելացնենք։ Պինդ խմոր եք պատրաստել, սիրելի հետևորդներ։ Սիրելի հետևորդներ, ինչքան էլ որ ալյուր ենք տալիս, ինքը ալյուր է ուզում, որովհետև կարտոֆիլով է, ինքը կպչուն խմոր է։ Պետք չի որ շատ ալյուր տանք իրան։ Հիմա բերանը ծածկելու ենք, որ ինքը հասունանա։ Դնում ենք տաք տեղ, թողնում ենք, որ հասունանա։ Սիրելի հետևորդներ ջան, մեր պերաշկիները վերջացրիք, սիրելիներս։ Տեսեք ինչ լավ պերաշկիներ ենք ստացել։ Սա էլ նոր բաղադրատոմսն է, սիրելիներս, ինքը իրան խմորը շատ փափուկ է, ինչքան էլ ալյուր ես տալիս հունցելուց, ինքը էլի փափուկ է մնում, պետք չի շատ ալյուր։ Բացելն էլ կարող եք ձեռքերով էլ հարմարացնել բացել, օգլովոթերները ալյուրոտել ու բացել։ Հա, ու ասեմ, որ նայեք, տեսեք, ինչքան փափուկ է ստացվել։ Ահա։ Տեսեք։ Կարող եք ուտել մի բաժակ թեյի հետ, մեկ բաժակ կոմպոտի հետ, եւ սրա հետ միասին կարող եք աղը եւ կարմիր պղպեղը լցնել, հեսա ես կանեմ։ Սիրելի հետևորդներ, աղը, մեկ ճաշի գթալ աղ, մեկ ճաշի գթալ կարմիր պղպեղ, պերաշկիները այն ժամանակ հիշում եմ սովետի ժամանակ ցիրկի մոտ են գնում էինք մեկ-մեկ, ասենք գործով, ամուսնուս հետ միասին, այնտեղ ուտում էինք, այսպես թաթախում էինք ուտում։ Շատ լավ աստվածվել։ Սիրելի հետևորդներ ջան, դե ինչ ասեմ, եթե ձեզ դուր եկավ ինձ նոր բաղադրատոմսը, կարող եք դուք էլ պատրաստել, ինչ որ հարցեր լինի, կարող եք մեկնաբանություններում գրել, սիրելիներս։ Իսկ չմոռանամ հիշացնել, ովքեր առաջին անգամ են դիտում իմ ալիքը, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ սեղմել զանգակ կոճակը, սիրելիներս։ Ես ձեզ շատ սիրում եմ, ես շատ շնորհակալ եմ ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար, սիրելիներս, ինչ ասեմ, ստեսություն ձեզ, կհանդիպենք հաջորդ հոլովակի։ Սիրելի հետևորդներ, մեր խմորը արդեն հասունացել է։
Սիրելի հետևորդներ, մեր խմորը շատ փափուկ խմոր է, որովհետև հետը կարտոֆիլ կա, ինքը փափուկ է ստացվել, չուզեցա, որ ես շատ ալյուր խառնեմ, որ ալյուրի համը չգա։ Հիմա ինչ ենք անում, այսինչ բացելու ենք, ճանիրոտենք, իսկ կասայի մեջ ալույն բանան, բուսակային ուղ եմ լցրել, տաքանա, որ մեր պերաշկիները թխենք, այսինչ բացում ենք, ինչքան կարողանանք, ալյուրի օգնությամբ կբացենք։ Հելիքա։ Հիմա սիրելի հետևորդներ, այսից բաժակով կտրելու ենք։ Այսինչ թափախելու ենք ալյուրի մեջ, որ չկզնի։ Անպայման պետք է բաժակը թափախեք ալյուրի մեջ։ Ու տակն լավ ալյուր եք լցնում, որ ստացվի։ Սիրելի հետևորդներ դրա, այսինչ շարունակ, ես ավել մոտ խմորը նորից կդնդենք, նորից կպատրաստենք։ Հիմա գնացինք այս մյուս կողմը։ Այս փոքր կացայի մեջ եմ բուսայուղը ավելացել, որ ձեթը մի քիչ շատ լինի, որ ձեթը շատ չփչացնենք։ Իսկ հիմա տաքացել է։ Այսինչ հերթականությամբ պատրաստելու ենք։ Հիմա շուտ կտալ։
Արդեն ես մեկը պատրաստ է։ Եվ ասպես շարունակ սիրելիներս։ Զգուշել ենք, որ շատ չկարմրի։ Սա էլ է պատրաստ։ Հիմա հաջորդ ենք ավելացնում։